Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 4-ն է, հույսով եմ հիմա ձայնը մի փոքր ավելի լավ է լսվելու, այսօր մի փոքր ուշացումով ենք սկսելու մեր հաղորդումը, քանի որ առավոտյան քննարկում ունեինք պարոն Էդուարդ Էնֆիաջյանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց հիմա կան կարևոր թեմաներ, կարևոր հարցեր կան քննարկելու, այդ իսկ պատճառով որոշեցի անպայման հիմա ձայնագրել այս հաղորդումը։ Սկսենք Հայաստանից, միանգամից լայքերը տնենք, որպեսզի այլևս ժամանակ չկորցնենք լայքերի վրա, եւ սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից, նրանով, որ Եվրոպական խորհրդարանը քննարկում է անցկացրել հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված 110-րդ տարելիցին նվիրված, մենք այս մասին խոսում էինք նաեւ 2-3 օր առաջ, եւ հայոց ցեղասպանության հարցը քննարկելուց բացի նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղից բեռնի տեղահանվածների հարցը։ Այսինքն Եվրոպական խորհրդարանը մոռացության չի մատնում եւ հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ մեկտեղ նաեւ քննարկում է Լեռնային Ղարաբաղից բեռնի տեղահանվածների հարցը։ Հետաքրքիր տեղեկություններ նաեւ ունենք Բաքվից։ Բաքվում էներգետիկ միջոցառման ժամանակ ներկա է եղել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը եւ նա հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է, թե երբ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվելու խաղաղության պայմանագիրը։ Չափազանց կարևոր հայտարարություն է նա արել Բաքվում եւ նա ավելացրել է, որ երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան կբացվի Հարավային Կովկասում։ Նման հայտարարություն է արել նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը, բայց արդեն Եվրոպայում, եւ նա ասել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը Կենտրոնական Ասիայում, եւ նա ավելացրել է, որ սա կփոխի խաղը Կենտրոնական Ասիայում, ավելի մոտեցնելով Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան։ Ահա այսպիսի կարևոր հայտարարություն է արել Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն։ Այս հայտարարությունները իրոք չափազանց կարևոր են։ Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է Եվրամիության համար, որպեսզի սահմանները բացվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջև, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, նրանք այդտեղ տեսնում են գլոբալ մեծ շահ, Եվրոպական միության համար գլոբալ մեծ շահ, այն էլ այս պայմաններում, այս իրավիճակում, երբ որ տեսանք, թե ինչ մաքսատուրքեր է սահմանել Դոնալդ Թրամփը, եւ ասեմ ավելին, որ հիմա նույնիսկ դաշնակիցները իրար հակառակորդ եւ թշնամու են վերածվել, ցավոք սրտի, ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ եթե այս պատերազմը տնտեսական շարունակի, նախ համաշխարհային տնտեսությունը մեծ անկում է ապրելու եւ արդեն իսկ խոսքա, որ կորոնավիրուսից հետո արդեն մեծ անկում է գրանցվել, բայց դա սկիզբն է, մենք բոլորս հասկանում ենք, բայց ամենամեծ մտավախությունը այն է, որ վաղվա օրը կարող է այսօրվա դաշնակիցները վաղը արդեն հակառակորդներ դառնան։ Եթե տնտեսության մեջ հակառակորդներ են դառնում, ապա հետևանքները բավականին բարդ է լինում։ Եվ հիմա մենք արդեն անցնում ենք նաև միջազգային հարցերի, ահա այս հարցից միանգամից, քանի որ ճիշտ կլինի այս հարցերը եւս մենք վերլուծենք։ Օրինակի համար Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, հայտարարություն է արել, որ Գերմանիան եւ Ֆրանսիան միասին կպատասխանեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի այս որոշմանը մաքսատուրքերի մասով, եւ այստեղ կարեւոր է նշել, որ Եվրամիության ամենակարևոր մեծ տնտեսությունները Գերմանիան եւ Ֆրանսիան են, բնականաբար այդ ամենին հնարավոր է, ես կարծում եմ, որ միանշանակ կմիանա նաեւ Մեծ Բրիտանիան, Իտալիա, Իսպանիա եւ այդպես շարունակ բավականին մեծ տնտեսություններ են եւ կսկսվի տնտեսական պատերազմ, ցավոք սրտի, այստեղից բնականաբար շահելու է Չինաստանը, կարող է Չինաստանի եւ Եվրամիության հարաբերությունները շատ լուրջ ձևով սկսեն խորանալ, այսինքն շատ բան է փոխվելու, շատ երկրներ սկսել են վերաիմաստավորել իրենց հարաբերությունները։ Նույնիսկ տեղեկություն կա, որ Պենտագոնը եւս բավականին լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել, քանի որ զենքի վաճառքը եւ այն ձևերը, որը որ երկար տարիներով Պենտագոնը մշակել էր, դրանք եւս արդեն մեծ խնդիրներ են հաստատի այդ ձևը եւս խնդիրներ է ունենում եւ զենքի արտահանումը, վաճառքը եւս բավականին բարդանալու է։ Դրանից բացի մենք տեսնում ենք, որ Եվրոմիությունը նաեւ որոշում է այլ ձևերով զենք արտադրել եւ այդ կան էլ հույս չեն դնում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների զենքի վրա, զենք գնելու վրա, նաեւ մտածում են, որ կարող է մի պահ
օրինակի համար նույն F-16-ները կամ F-35-ները Ամերիկայի Միացյալ Նահանգները անջատեն, այսինքն նման խոսակցություններ էլ կա, այդ հարցը նաև ինչ-որ միտեղ շատ է քննարկում, որ եվրոպական զենք ձեռք բերեն, Էմանուել Մակրոնը առաջարկելով դաշնակիցներին կարևոր է նշել, որ հիմա նաև տեղի էր ունեցել Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հավաքը, հերթական հավաքը Ուկրաինային վերաբերող հարցեր էին քննարկել, դրանից բացի արդեն Կիևում հանդիպում է տեղի ունեցել Եվրամիության զինվորականների եւ ուկրաինական զինվորականների միջև եւ քննարկել են, թե որտեղ եւ ինչպես պետք է տեղակայվեն զինվորականները Ուկրաինայում, եվրոպական երկրներից եկած զինվորականները, հիմնականում Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ու ահա փաստացի այդպիսին է իրավիճակը հիմա։ Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, Թրամփը կրկին հայտարարություններ է արել եւ ասել է, որ իր կարծիքով Պուտինը եւ Զելենսկին պատրաստ են գնալ խաղաղության։ Մենք ուղղակի միշտ էլ փորձում ենք մեջ բերել Դոնալդ Թրամփի խոսքերը, բայց հասկանում ենք, որ տարբեր հայտարարություններ է անում Դոնալդ Թրամփը, նայած թե ինչպես է արթնացել, որոտքին է բարձրացել եւ այդ դրանից ելնելով շատ տարբեր հայտարարություններ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ հիմա ասում է, որ իր կարծիքով թե Պուտինը եւ թե Զելենսկին պատրաստ են կնքել խաղաղություն։ Բայց նույն ժամանակ Թրամփին խորհուրդ է տրվում, որպեսզի Թրամփը հիմա չզանգահարի Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է NBC News-ը, այսինքն մենք գիտենք, որ Թրամփը հիմա կրկին ուզում էր զանգահարել Վլադիմիր Պուտինին, բայց խորհուրդ են տալիս, որ սպասիր, մի զանգահարիր, հնարավոր է Վլադիմիր Պուտինը, այսինքն եթե զանգահարես, ոչինչի չես հասնի, իսկ եթե չզանգահարես, երկարաձգես այդ զանգը, կարող է ավելի լավ դրական ազդեցություն ունենա դա ընդհանուր գործի վրա եւ խաղաղության հաստատման վրա։ Դոնալդ Թրամփը նաև Իրանի մասով է հայտարարություն արել եւ կարծիք է հայտնել, որ Իրանը պատրաստ է ուղիղ բանակցել միջուկային ծրագրի շուրջ եւ նա հայտարարել է, որ մոռացեք նամակների մասին, ես կարծում եմ, որ նրանք ուղիղ բանակցություններ են ուզում, բայց բավականին լուրջ զինվորական կոնտինգենտ, տեխնիկա է տեղափոխվել Մերձավոր Արևելք, բավականին լուրջ է հարցը, չնայած որ Իրանից նշում են, որ մեծ հաշվով այդքան էլ վտանգ չեն տեսնում։ Հայտարարությամբ է կրկին հանդես եկել Իրանի արտգործնախարարը, իրանական կողմը փաստացի ասում է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ ուղիղ բանակցությունների, եւ արաբական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ շատ հնարավոր է, որ Ամերիկայի եւ Իրանի միջև մոտ ապագայում Օմանի միջնորդությամբ սկսվեն բանակցություններ։ Բայց նույն ժամանակ նաև Իրանից հայտարարություններ կան, որ Իրանը այդքան էլ փաստացի լուրջ չի ընդունում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են հարձակվել կամ այդպիսի ձև են տալիս Իրանում, բայց վտանգը ամեն դեպքում ես կարծում եմ, որ բավականին լուրջ է։ Դրանից բացի այսօր արդեն Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նետանյահուն այցելելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այդ այցը, որը որ տեղի է ունենալու հաջորդ շաբաթ, հավանաբար Նետանյահուն եւ Դոնալդ Թրամփը միասին քննարկելու են Իրանի շուրջ իրենց մոտեցումները, այսինքն ես շատ հավանական եմ համարում, որ իրենք կոնկրետ արդեն քննարկեն, թե ինչ գործողությունների են դիմում ընդդեմ Իրանի, պատերազմ, թե խաղաղություն, թե բանակցություններ։ Եվ հետաքրքիր է, որ Թրամփը նաև դատապարտել է փաստացի Մարին Լի Պենի ձերբակալությունը, կոչարելով նրան ազատ արձակել, դատապարտել է նա Ֆրանսիային խոսքի ազատության համար, ցենզուրայի համար եւ քաղաքական օպոնենտների հետապնդման համար, իսկ ես արդեն նշեցի, Մակրոնը հաստատի հիմա կենտրոնանում է նրա վրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պատասխանեն այդ մաքսատուրքերին, դրանից բացի զենք զինամթերք սկսեն ավելի շատ արտադրել եվրոպական երկրները եւ ներքին շուկայի մեջ իրանք եվրոպական երկրները իրենց զենք զինամթերքը ձեռք բերեն, այսինքն բավականին լուրջ է ամեն դեպքում արդեն լարվածությունը եվրոպական երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ բնականաբար այդտեղ առաջատար Ֆրանսիան է, առաջատար երկիրը Ֆրանսիան է, բայց նույն ժամանակ բավականին հետաքրքիր քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնը նա ուղիղ լարվածության մեջ չի մտնում Դոնալդ Թրամփի հետ, բավականին լավ հետաքրքիր ձևով շփվում է, բայց նույն ժամանակ շատ լավ հասկանում եւ շատ լավ գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում։
եւ մենք էլ ենք կարծում եմ, որ շատ լավ հասկանում, որ հիմա բավականին լուրջ խզում է առաջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության միջև պաշտպանական առումով, տնտեսական առումով եւ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հարաբերությունների մեջ։ Եվ այս իրավիճակում վերադառնանք կրկին Հայաստանին, Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի մասով, որ Հայաստանի հետ կարող են սահմանները բացվել, կամ պետքարտուղարության խորհրդական էներգետիկ հարցերով Բաքվում հայտարարություն է անում, որ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիրը, սա շատ մեծ ծրագրերի մասին է խոսում եւ կարելի է հստակ ասել, որ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, հնարավոր նաեւ առանձին, եւ թե Եվրոպական միությունը բավականին լուրջ ծրագրեր ունեն Հարավային Կովկասի մասով եւ դա կապված է նոր լոգիստիկ ուղիների հետ, նոր ճանապարհների հետ եւ դրա համար հարկավոր է խաղաղություն։ Մեզ շատ կարեւոր է հասկանանք, թե հիմա Իրանի շուրջ ինչ տեղի կունենա, նույնիսկ խոսքը այն մասին, որ եթե պատերազմ սկսվի, ապա մինչև աշուն Դոնալդ Թրամփը ծրագրել ավարտել այդ պատերազմը, մենք չափից դուրս պետք է ուշադիր եւ զգույշ լինենք, բայց ահա այս հայտարարությունները Դոնալդ Թրամփի բանակցությունների մասով, որ Իրանը պատրաստ է ուղիղ բանակցությունների, դա ինչ որ միտեղ հույս է ներշնչում եւ այն հայտարարությունները Իրանից, որ իրենք էլ պատրաստ են, բայց ոչ ուղիղ բանակցությունների, բայց ինչ որ կողմերի միջնորդությամբ պատրաստ են, դա եւս ինչ որ կրկին հույսեր են ներշնչում, բայց այն, որ հիմա Նետանյահուն Թրամփի հրավերով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դա արդեն բավականին լուրջ մտահոգությունների առիթ է տալիս, չնայած պետք է նաև ասեմ այն, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցեն Իրանի հետ ատոմային ծրագրի շուրջ, բնականաբար հաշվի են առնելու միանշանակ հաշվի են առնելու Իսրայելի կարծիքը եւ Իսրայելի շահերը եւ դա եւս մեզ հստակ հուշում է, որ Նետանյահուն գնում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն պատերազմի հարցը քննարկելու հնարավոր ռազմական գործողությունների հարցը ընդդեմ Իրանի, այլ նաև խաղաղության բանակցությունների մասով դիրքերի մերձեցման, որ հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեն բանակցել Իրանի հետ։ Հնարավոր է նույնիսկ Իսրայելին եւս ներգրավեն այդ բանակցային գործընթացի մեջ։ Այս պահի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ կրկին հիշեցնեմ լայքերի կարևորության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե չեք բաժանորդագրվել մինչև հիմա, հաջողություն, կհանդիպենք։